2026 թվականի մեր ուղին հաղորդաշարի առաջին թողարկումն է։ Մեր ուղին հաղորդաշարը ներկայացնելու է Հայաստանում մարզում եւ մասնավորապես Վանաձոր քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակը, քաղաքական, տնտեսական, մարզամշակութային բոլոր խնդիրները, որ հուզում է հանրությանը։ Եվ այսօր մեր տաղավարում մենք ունենք մեր հյուրն է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Մենք ենք շնորհակալ, որ ձեր ժամանակը տրամադրել եք եւ միանգամից սկսելով մեր հարցազրույցը, ես անդրադառնամ մեր առաջին հարցին։ Ինչպես կգնահատեք Հայաստանի ներկայիս իրավիճակը քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կտրվածքով։ Եթե վերցնենք բոլոր առումներով սոցիալ-տնտեսական եւ քաղաքական վիճակը ժողովրդի շրջանում շատ խոր հիասթափության մեջ է, հիասթափություն է ապրում։ Սոցիալ-տնտեսական վիճակը ավելի շատ վատ է, քաղաքական վիճակը նույնպես անորոշության մեջ է ժողովուրդը։ Հիասթափություն ավելի շատ կա ժողովրդի մեջ մեր հարցազրույցների հանդիպումների ժամանակ բոլոր, ասենք, թե բնակավայրերում, թե հանրային վայրերում բերում է նրան, որ ժողովուրդը հիասթափված է այսօրվա այս անորոշ վիճակից։ Անորոշ բոլոր առումներով, նորից եմ կրկնում, եթե վերցնենք թե քաղաքական, թե սոցիալ-տնտեսական վիճակ։ Պարոն Ղուկասյան, կոմունիստական կուսակցությունը այսօր կա, թե ուղղակի ընտրությունից ընտրություն գալիս գնում է։ Չէ, կուսակցությունը գործում է, ժողովներ, բյուրոներ, պլենումներ, ներկուսակցական միջոցառումներ արվում է նաև տարբեր միջոցառումներ կապված, ասենք, մայիսի 1, մայիսի 9, նոյեմբերի 29, անցյալ տարի միջոցառումների պաշտպանություն Լեննականում 102 ռազմաբազայի հետ կապված, երևի տեղյակ եք, ինչպիսի հայտարարություններ արևմտամետ գործիչների եւ ընդհանրապես իշխանությունների հետ կապված 102 ռազմաբազայի հետ, որը որ շատ վտանգավոր է։ Մենք այդ միջոցառումները անց ենք կացնում։ Ուղղակի քաղաքական վիճակը Հայաստանում այնպիսին է, որ շատ լարված։ Այդ իսկ պատճառով միգուցե նաև քաղաքական ուժերն էլ, չեմ ասի թե պասիվություն, համենայն դեպս այն ակտիվությունը չկար, ինչ ասենք 2018 թվականից առաջ։ Այ հասարակության լայն շրջանների մոտ կա այսպիսի մի կարծիք ձևավորված, որ կոմունիստական կուսակցությունը 90-ականների սկզբից, երբ որ արդեն փլուզվեց սովետական միությունը, կարելի ասել անցավ ընդհատակ եւ ձեռք բերեց հավերժ թեկնածուի կարգավիճակ։ Այս ամենը իրականության հետ ինչքանով է առնչվում։ Այսինքն հավերժ ընդդիմադիրի հետ կապված, որովհետև այն գաղափարախոսությունը, որ առաջ եկավ 90-ական թվականներից, դա կապիտալիստական հասարակարգն էր, որ ստեղծվեց Հայաստանում։ Այսինքն սովետական միությունում սոցիալիստական հասարակարգ, կապիտալիստական հասարակարգ, բայց անկախ ամեն ինչից ինչ հասարակարգ է, մենք աշխատել ենք, որ ամեն կերպ օգտակար լինենք մեր ժողովրդին, հասարակությանը, թե իրենց խնդիրների բարձրացման, թե տարբեր, ասենք, առումներով դժգոհությունների հետ կապված, այսինքն այնպես չի, որ հիմա անդադ մենք ինչ-որ բողոքելու կամ ինչ-որ պայքարը կապված այս հասարակարգի հետ, բայց մենք էլ ուզում ենք օգնենք, որ համենայն դեպս ինչ հասարակարգ էլ որ լինի, ժողովրդի համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ, թե մեր խորհուրդներով, թե մեր գործելավոճով, թե մեր գործելակերպով, բոլոր առումներով։ Այ կոմունիստական կուսակցության հիմնական գաղափարախոսությունը, հիմնական հենքը, այսպես աշխատավոր ժողովուրդն էր։ Մեր օրյա ժամանակահատվածում արդեն դարձել է աշխատավոր ժողովուրդը հանրություն, այսինքն մեր հասարակությունը իր քվեն տալով այս կամ այն քաղաքական ուժին ձևավորում է, պարզ է արդեն իշխանություն եւ այդպես շարունակում են։ Եթե մենք ընդհանրացնենք, այ ինչը չի հերիքում կոմունիստական կուսակցությանը, ինչն է պակասում կոմունիստական կուսակցությանը, որպեսզի իշխանություն կարողանա ձևավորել։ Այսինքն մարդիկ նորից սկսեն վստահել ձեզ։ Ոնց որ այ
Առօրյա խոսակցական շրջանում էլ, երբ որ զրույցների ժամանակ միշտ երանի են տալիս սովետական միությանը, սովետի օրոք այս, սովետի օրոք այն, եւ մի խավել, որ ազատագրվել ենք։ Հետաքրքիր հարց է, թե ինչից ենք ազատագրվել։ Դրա պատասխանն էլ շատ խորքային է, բայց համենայն դեպս կան իհարկե, ասենք, սովետական միության ժամանակ, չեմ ուզում հիմա անդրադառնամ 70 տարիներին, ժողովրդի ապրելակերպը, պատմությունը թողենք մի կողմ, բայց 30 տարվա ինչի չեն, ասենք, ժողովուրդը ձայն տալիս, որովհետև հիմա ավելի շատ խոստումների, կարելի ասել նաև ստի ավելի շատ տարածված երևույթ է, որը որ ժողովրդին փորձում են համոզել, որ այս իրավիճակը, եթե մենք գանք իշխանության, այս բաները կանենք եւ ամեն ինչ նորմալ կլինի։ Մենք էլ ենք ասում, մենք էլ ասում ենք այս կլինի, ասենք գործարաններ կբացվեն, մեր բարեկամ երկրների հետ նորմալ հարաբերություններ կլինեն։ Թեկուզ ասենք հիմա դա բարեկամ երկիրը այս պահին Ռուսաստանն է եւ ինչ որտեղ նաեւ Իրանը, ասենք։ Բայց հիմնական մեր ուղղությունը դա Ռուսաստանն է եւ միգուցե ավելի շատ ժողովուրդը հավատում է այդ նախընտրական խոստումներին, չգիտեմ, այնտեղ տարբեր ձևեր էլ կան, որ ես հիմա չեմ ուզում ասեմ ինչա կատարվում այդ նախընտրական շրջանում, ինչպիսի խոստումներ, հարևան, բարեկամ, բայց հետո գալիս է մի ժամանակ, որ այդ խոստումները հետո վեր են ածվում զերո, այսպես ասած, տեսակետի, որը որ չի աշխատում այն ինչ որ ասել էին նախընտրական շրջանում եւ հետո ինչ որ պետք է անեին նախընտրական, այսինքն ընտրություններից հետո, ովքեր ընտրվում են եւ ինչ խոստումներ են կատարում։ Կա որ ինչ որտեղ ինչ որ ինչ ասել են անում են, բայց կա նաև այնպիսի իրավիճակ, որ այդ խոստումները չի իրականացվում։ Եթե անդրադառնանք հիմա 2018 թվականից այս կողմ, քանի որ իշխանությունը այսօր 18 թվականից այս կողմ է, երբ որ Հայաստանում տեղի ունեցավ գունավոր հեղափոխություն, սա բացահայտ է, բացահայտ, եւ այսօր հեղափոխություն էր, թե գունավոր հեղափոխություն, որի շարունակությունը եղավ Վրաստան, Ուկրաինա, Մոլդավիա, Հայաստան։ Ես բազմիցս նաև ձեր տաղավարում ասել եմ, հիմա անդրադառնում եմ քաղաքական այս իրավիճակին, բազմիցս ասել եմ, որ այս սովետական միության նախկին հանրապետություններում շատ մեծ եւ ռեսուրս, եւ ուժ, եւ գումարի տեսքով, որպեսզի ավելի շատ կտրվեն այդ հանրապետությունները Ռուսաստանից։ Սա բացահայտ է, սա ես հիմա գաղտնիք չեմ ասում, եթե նայում ենք անցյալը, տեսնում ենք 2008 թվականին այդ ծրագիրը իրականացվեց Վրաստանում, 2013-14 թվականներին, միգուցե 2005 թվականից այդ ծրագիրը աստիճանաբար իրականացվում էր Ուկրաինայում, դրանից հետո Մոլդավիայում, հիմա էլ շարունակվում է Մոլդավիայում եւ Հայաստանում։ Այսինքն սա մի ծրագիր է, որը որ արևմտյան այդ տերությունների կողմից Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դա շարունակական հիմա գալիս է եւ հերթը հասել է Հայաստանում։ Լավ, ինչպես է գնահատում Հայաստանի անվտանգային վիճակը եւ արտաքին քաղաքական ուղղությունները։ Գիտեք, արտաքին քաղաքականությունն նա պետք է իրականացնեն այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են արտաքին քաղաքականությունից, ովքեր հասկանում են դիվանագիտությունից։ Նույնիսկ եթե չես էլ հասկանում, բայց արդեն 8 տարի դու ղեկավարում ես երկիրը, ինչ որ հաջողությունների պետքա հասած լինես։ Եթե 8 տարի ղեկավարել ես երկիրը եւ ձեր կուսակցության անդամները ներկայիս իշխանությունների եւ ղեկավարը ասում են, որ նույն դասարանում են մնացել, չէ՞, այդպիսի արտահայտություն կար, որ տարիները անցել են, բայց մնացել են նույն դասարանում։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանում դիվանագիտություն չկա, գոյություն չունի։ Ու ինչ ավելի շատ այսօր վտանգված է Հայաստանի թե արտաքին քաղաքական իրավիճակը, թե սոցիալ-տնտեսական, վտանգված է, որովհետև անորոշության մեջ է, նաև ժողովուրդն էլ է անորոշ։ Մենք որ ասում ենք ինչ է ժողովուրդը այս վիճակին, հենց սրա համար է այս վիճակը, որովհետև չգիտի ինչ է կատարվում Հայաստանում։ Մի բան ասում են, մի բան անում են։ 2018 թվական, 21 թվական ունեին ծրագիր,
Եվ այդ ծրագիրը խոստումներով անել, հիմա չի կատարում այդ ծրագիրը։ Ես չեմ ուզում հիմա անդրադառնամ ինչ են ասել, ինչ չեն ասել, բայց այսօր շատ པարզ է, չէ՞ որ մենք ուրիշ ուղղությամբ ենք գնում։ Հետագայում եթե հարցեր կլինեն կապված արտաքինի հետ, ես միգուցե նաև փակագծերը բացեմ։ Պարոն Ղուկասյան, լավ, այս ամենը ներկայացնում եք, ունեք այն պոտենցիալը, այն ուժը, որպեսզի գաք իշխանության, թե նույնիսկ մարդկային ռեսուրսը, այսինքն տնտեսագետներ, իրավաբաններ, քաղաքական, այսպես լուրջ վերլուծաբաններ, որպեսզի համալրեն ձեր թիմը եւ իշխանության գալու դեպքում կարողանաք Հայաստանը այս վիճակից ըստ ձեզ հանել։ Ցանկացած բարակայում ցանկացած կուսակցություն ով էլ գալիս է իշխանության, դա այնպես չի, որ ամբողջ կուսակցական, ասենք, կամ ղեկավար, կամ նաև շարքայիններն են զբաղեցնում տարբեր պաշտոններ։ Հայաստանում կա պոտենցիալ, որտեղ կան մարդիկ անկուսակցականներ, ովքեր շատ լավ կարող են թե ղեկավարել տարբեր ոլորտները, սկսված սոցիալական, սկսված տնտեսական, նաև քաղաքական, պարտադիր չի, որ բոլորը լինեն կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ։ Այսինքն պատրաստ եք տարբեր քաղաքական ուժերի հետ աշխատել։ Դա բոլորը պետք է անեն, դա իշխանությունը պետք է ցանկացած, ես ասում եմ, կուսակցություն, որ գալիս է իշխանության, ինքը պետք է այդ բոլորը վերցնի, ամենալավ այն կադրերը, որոնք կարող են աշխատել։ Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ 18 թվականի ցեսկով կադրեր են, որոնք նույնիսկ մի երկու հոգի կոլեկտիվ չեն ղեկավարել, բայց աշխատում են արտաքին գործերի նախարար կամ նախարարությունում, աշխատում են սոցիալական այդ ոլորտներում, տարբեր բնագավառներում։ Այսինքն այս մարդիկ էլի թող պաշտոններ զբաղեցնեն, բայց նաև առաջընթաց պետք է լինի, չէ՞, միտեղ որ աշխատում ես, ոչ թե պետք է հետ գնաս, այլ պետք է առաջ գնաս։ Դրա համար ժողովուրդն էլ նայում է, տեսնում է մարդիկ ինչպես են աշխատում եւ վերջապես ուր է գնում երկիրը։ Այսօր դուք կարող եք ասեք մենք ուր ենք գնում։ Ես օրինակ չգիտեմ մենք ուր ենք գնում։ Մի բան գիտեմ, որ արդեն մենք անդունդում ենք ու անդունդից են կողմ տեղ չկա, մենք ուր ենք գնալու։ Մեզ բարձրացնելու են, թե էլի իջացնելու են ավելի շատ ներքև։ Հենց այդ գնալու ճանապարհին էլ այսպիսի հարց ձևակերպեմ։ 2026 թվականին արդեն հայտնի է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու եք որպես կուսակցություն, քաղաքական միավոր։ Հիմա քննարկումներ են գնում կուսակցությունում եւ շարունակվում են մասնակցության հետ կապված առանձին դաշինքով, նույնիսկ ասենք անկարծիքներ չմասնակցելու, ճիշտն ասեմ, բայց քննարկումներից հետո որոշումը կկայացնենք եւ բոլորը տեղյակ կլինեն այդ մասնակցության։ Շատ քիչ ժամանակ է մնացել։ Կան մեր վանաձորյան խնդիրներին։ Քաղկոմի առաջին քարտուղար։ Մարդկանց մոտ այս պաշտոնը ասոցացվում է մեր երջանկահիշատակ Հայկ Օհանյանի հետ։ Հիմա այդ պաշտոնում դուք եք Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար։ Ինչպես եք գնահատում, ես Վանաձորով ասեմ, Կիրովականով չասեմ, Վանաձորի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Սոցիալ-տնտեսական վիճակը թե Վանաձորում, թե ընդհանուր հանրապետությունում նույնն է։ Այնպես չի, որ լավ վիճակ է, հիմա ես ներկայացնեմ, ասեմ, գիտեք ինչ, եւ աշխատատեղեր, եւ բոլոր վատ վիճակ է։ Չեմ ասում շատ վատ, բայց ամենայն դեպս այն վիճակն է, որը որ կարելի է ավելի լավը լինել։ Խոսքս նորից բերում եմ սոցիալ։ Մի հատ ուղղակի հասարակ հարց կապված թե թոշակառուների հետ, թե գնաճի հետ։ Այսօր երբ որ մտնում ենք խանութ, մենք տեսնում ենք ինչ խայտարակ գնաճ է։ Դա բոլորը զգում են, չէ՞, դուք էլ եք զգում, ես էլ եմ զգում, ամենօրյա առևտուրի միջոցով մենք զգում ենք։ Ինչպես կարող ասենք, երբ որ գնաճ է, ես ասեմ շատ լավ իրավիճակ է եւ նորմալ ինչ որ դրական ազդակներ տան, որ գիտեք ինչ անում է։ Հա, կա բաներ, որ ասենք դրական է, ասենք ասֆալտում են, նորմալ վիճակը խնդիր չկա այստեղ։ Մենք տեսնում ենք, որ իսկապես նորմալ, բայց կապված սոցիալական եւ խնդիրների մասին։ Դա այսօր ես դրական չեմ համարի այն պատճառով, որ նաեւ թոշակների հետ կապված ամենուր է բողոքում են թոշակների հետ կապված բավարար չի թոշակը այսօր թոշակառուին, որովհետեւ կոմունալ ծախսեր գնաճի հետ կապված նաեւ պետքա թոշակը բարձրացնեն, բայց երբ որ
երկրի ղեկավարը հայտարարում է, որ 20,000 դրամը ես տամ թոշակառուին ու ինքը չի կարող իմանալ թե թոշակը ինչպես, ուզմա 10, ուզմա 5, ուզմա 10 դրամ։ Ինքը չի կարող օգտագործել նպատակին։ Լավ այդ ղեկավարը որտեղից է հասկանում, եթե թոշակառուը կարող է նպատակին ծառայել, թե չծառայել։ Դա ինչ ղեկավարի ասելու բան է, որպես եւ այստեղ նաեւ թոշակառուներն էլ իրենք խնդիր ունեն։ Այ դուք ասեցիք հունիսի 8-ի ընտրությունների հետ կապված, եթե ամեն ինչ նորմալ է, հունիսի 7-ի հետ կապված, եթե ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ թոշակառուն շատ լավ վիճակում է, կարող է կոմունալ ծախսերը վճարի, կարող է նաև դրանից իր ամենօրյա առևտուրն անի, խնդիր չկա, թող գնան ընտրեն այն կուսակցությանը կամ իշխանությանը, որը որ այս վիճակին է հասցրել իրան։ Դա իհարկե կառավարության հարցն է, թոշակները ցածր է, այդ ամենը հասկացանք, բայց այսպիսի մի երևույթ Վանաձորի քաղաքապետարանը, համայնքապետարանը ղեկավարվում է նաև ձեր դարձյալ կոմունիստական Հայաստանի սոցիալ-կոմունիստական կուսակցության կողմից, հասկի կողմից։ Չէ, հասկը, բայց ոչ կոմունիստական, ուղղակի անունն է սոցիալիստական, եւ տեխնացուն սոցիալիստական կուսակցությունով առաջադրվել է տեխնացու։ Այն գաղափարախոսություն։ Դե կարող է նույնն է, կարող է նույն չի կարող է։ Հասկացա ինչ հարց, ասեք։ Եվ այսօր կա նաև բողոքներ, այսինքն ձեր կողմից, մնացածի կողմից եւ կան լավ արված աշխատանքներ, լավին լավ, վատին վատ։ Հարցը հետեւյալում է, այ որ գաք իշխանության, հենց քաղաքային իշխանության։ Արդեն մարդիկ մի անգամ տեսել են կոմունիստները ինչպես են ղեկավարում։ Հիմա որ դուք գաք 70 թվականներ։ Ոչ։ Հիմա կոմունիստները չեն ղեկավարում։ Չէ, կոմունիստները չեն ղեկավարում։ Եկեք շփոթության մեջ չգցենք մեր հերոստատիտողներին։ Հիմա ղեկավարում է սոցիալիստական կուսակցության կողմից, որը որ նաև անհայտ էլ է եղել այդ տարիների ընթացքում։ Ո՞վ է լսել սոցիալիստական կուսակցություն։ Հիմա այս վերջին տարիներին եկավ սոցիալիստական կուսակցությունը, տեխնացուն սոցիալիստական կուսակցությունով առաջադրել, դա չի նշանակում, որ եթե սոցիալիստական կուսակցությունով առաջադրվել է, ուրեմն կոմունիստներին հիմա ձայն չեն տալու, որովհետև այս իշխանությունները կամ այս իշխանության ներկայացուցիչը հիմա ինչ որ սոցիալիստական, ասենք, գործողություններ չի կատարում, ասենք կամ կոմունիստական այդ ծրագրով չի գնում, կամ գնում է։ Բայց եթե կա սոցիալիստական հիմա մեկն էլ ստեղծել է, կարծեմ ինչ որ ազգանունը ոնց էր, իսկական կուսակցություն, այսպես։ Ինչ սոցիալիստական, ինչ որ հետո ասեցին սոցիալական, հիմա դա չի նշանակում, որ այդ մարդիկ կոմունիստական գաղափարախոսությամբ են առաջնորդվում։ Ես օրինակ հիշում եմ 2021 թվականի ընտրությունների ժամանակ հենց դուք ասում եք, որ մեզնից պոկված մի հատվածը գնացել է, չգիտեմ, այսպես։ Դա վերաբերում էր Հայաստանի առաջադիմական կուսակցությանը եւ նորացված կուսակցությանը, որոնց ասենք ղեկավարները ինչ-ինչ տարաձայնություններ ունեցան կոմունիստական կուսակցության հետ եւ առանձնացան կուսակցություններ ստեղծեցին։ Բայց դա սոցիալիստականին դա չի վերաբերում։ Նույնիսկ ազգանունն էլ ասեմ, ղեկավարի Շավերդյանը ընդհանրապես ես չգիտեմ կոմունիստականի հետ ինչ առնչություն կամ գաղափարախոսության հետ ինչ ընդհանրություններ ունի։ Ֆիքսեցինք, որ հասկն ու կոմունիստական կուսակցությունը քույր եղբայր կուսակցություններ չեն։ Չէ, դա առանձին կուսակցություն։ Առանձին կուսակցություններ են, առանձին։ Այսինքն մի ընտանիքից չեն, էլի, սենց ասենք։ Հիմքը տարբեր է։ Մեր ավականու շուրջ ձևավորված խնդիրներից խոսենք։ Ինչպես է գնահատում 21 թվականից, այդպես էլ չկարողացանք ընտրել համայնքի ղեկավար եւ այդպես Սա շատ վատ երևույթ է Միչայելոց։ Միգուցե նաեւ շատ վատ նախադեպ է։ Կապ չունի ով է ղեկավարը, ով է ղեկավարում, ով է տեխնացուն, այստեղ բացարձակ կապ չունի։ Խնդիրը նա երևույթն է ինքը շատ բացասական, որ 21 թվականից այսքան մենք այդպես էլ չունեցանք ընտրված քաղաքապետ։ Այսինքն կա քաղաքապետ, նշանակովի քաղաքապետ, բայց ընտրված քաղաքապետ չունեցանք։ Հիմա եթե այսպես է գնալու, բոլոր ընտրություններում ասենք ոչ ձեռնտու իշխանություններին տեխնացու ընտրվելու, նաև Լենինականում, Գյումրիում տեսանք նաև կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված տեխնացուն հիմա որտեղ է։ Ես մի հատ հարց եմ ուզում բարձրացնել, իսկ ավելի լավ չի այլևս ընտրություններ չանել, փոխել ինչ որ սահմանադրության կետերը եւ դառնալ նշանակովի։ Ոնց որ ձեր կառավարության հիմա ղեկավարման տարիների թե նույն ձևով, թե նույն ոճով ամենայն դեպս
այն ժամանակի հետ չհամեմատենք, որովհետև մարդիկ գալիս էին պաշտոնների արդեն փորձված, ճանապարհ անցած։ Եթե ինչ որ միտեղ սայթակում են, միգուցե նրան չնշանակեին ավելի բարձր պաշտոններում։ Իսկ այսօրվա իրականությունը նա է, որ ես նորից եմ կրկնում, ավելի լավ մարդկանց բարեկամներ, հարևաններ, այսպես չթշնամացնեն եւ ուղղակի նշանակով իլու դրանով ավարտենք։ Հիմա նորից ասում ենք սեպտեմբեր թե հոկտեմբեր, չէ՞, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Հիմա մարդիկ կմտածեն, լավ ինչի գնամ ես ընտրությունների, ինչի այդքան գումարներ ծախսեմ, եթե ասենք թեկուզ ընդդիմադիր տեխնացուի հաղթելուց հետո նույն իրավիճակը կարող է ստեղծվի։ Թե մտավախություն կա, եւ սա նաեւ անորոշությունն է հենց ընտրողների նաեւ շրջանում։ Որն է ձեր ուղին, ճանապարհը, ինչ ճանապարհ եք առաջարկում, որ ճանապարհով գնան։ Ճանապարհը նա է, որ եթե ընդդիմադիր տեխնացու է ընտրվում, օգնեն ընդդիմադիր տեխնացուին աշխատանքներ տանեն, որպեսզի այդ ընդդիմադիր տեխնացուն իր հասանելիք ժամանակը, խոսքս քաղաքապետի եւ ավական ժամանակը աշխատի։ Հիմա այս անորոշ վիճակը ում է ձեռնտու։ Ում ձեռնտու եղավ վերջապես։ Ինչ չի թվում, որ ինչ որ մեկին սա ձեռնտու է։ Սա ուղղակի նորից եմ խոճապի ինչ որ մի հատ արտահայտություններ է կատարում է, որը որ ավելի շատ անորոշություն նորից եմ կրկնում ժողովրդի շրջանում եւ հիասթափություն։ Հիմա մենք ոնց ենք համոզելու, ասենք հոկտեմբերին, եթե ինչքան գիտեմ հոկտեմբերին տեղական ինքնակառավարման աշնանը, հա, այսպես ասենք, այս ժողովուրդը գնա եւ նորից խոստումներ տանք, նորից ասենք ընտրեք, ժողովուրդը ինչին հետ նայելով ասենք, ինչ դրական ասենք այդ արդյունքները դիտելով, գնա նորից հավատա կամ ձայն տա այս կամ այն կուսակցություններին։ Սա անթույլատրելի է, ես ասեմ, եւ իշխանությունները նաեւ պետք է սրանից եզրակացության գան, եւ մի բան էլ եմ ուզում ասեմ, որ այնինչ այսօր կատարվում է Հայաստանում, սա նաեւ անթույլատրելի է, որովհետեւ Հայաստանի իշխանությունների այսօր միակ նպատակը նա է, որպես իրանք վերարտադրվեն։ Իրանց այդ խոստումները, այդ այցելությունները, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահան կգա, թե որ պետության ղեկավարը կգա, միայն նրա համար է, որպեսզի պահեն իշխանությունը։ Այսինքն ինչը որ իրանց համար լավ է կամ օգուտ է, ես համոզված եմ, որ դա ժողովրդի համար բացահայտ ոչ օգուտ է, ոչ էլ դրական ինչ որ էմոցիաներ կարող են հաղորդել ժողովրդի կենսամակարդակը բարելավելու։ Ես նորից եմ կրկնում, այն ծրագիրը, որ կա, դա շատ վտանգավոր ծրագիր է։ Եկավ Վենսը եկավ փոխնախագահան։ Ինչ որ հայտարարություններ արավ նորից գումարի 9 միլիարդի տեսքով։ Սա ինչ է նշանակում սա։ Սա մի բան է նշանակում, որ Հայաստանը կանգնած է շատ վտանգավոր ուղու վրա, եւ սրա նպատակը ոչ թե հայ ժողովրդին օգնելն է, ոչ թե սոցիալական տնտեսական ծրագրերը ասենք ներկայացնելն է, որ ժողովուրդը ինչ որ ձև կենսամակարդակը բարձրանա։ Սա միակ նպատակ կա։ Սա միակ նպատակը նա է, ավելի վտանգավոր, քան Ուկրաինան է։ Միակ նպատակը սրա Իրանի հետ Հայաստանը որպես քաղաքական պոլիգոն, ասենց ասեմ ռուսերեն, որ ավելի հասկանալի լինի, պոլիգոն դարձնելն է, որը որ Ուկրաինայից ավելի շատ վտանգավոր լինելու եւ ժողովուրդը պետքա սթափ գնահատի, սթափ գնահատականներ տա, թեկուզ եկող ընտրություններին, թե ինչ է սպասվում Հայաստանում։ Պարոն Ղուկասյան, մի հատված էլ հասարակության մի հատված էլ այս պնդմանն է, իհարկե դա նաև օրինակներով է այդ փաստարկված է այդ օրինակներն ասում, որ ժողովրդի լեզվով ասեմ, Ռուսաստանն էլ հայ ժողովրդին քաշեց պատերազմի ժամանակ, այսինքն թե ու թիկունք չեղավ, նույնիսկ հապկից հայտարարություններ չհնչեցին, այն նույն Ռուսաստանը, որ եղբայրական դարավոր բարեկամությամբ եւ այլն եւ այլն։ Ուրեմն եկեք գանք 2018-ից սկսված, ասում են ամեն ինչում հապկն է մեղավոր, Ռուսաստանն է մեղավոր, նու նախկինների մասին էլ չեմ խոսում, որովհետեւ այդ արդեն ծեծված դա խնդիր է։ Ինչի Ռուսաստանը այսպեսի դիրքորոշում բռնի։ Եթե ունենայինք նորմալ հավասարակշռված ղեկավար, ինձ չի թվում, որ Ռուսաստանը մենակ կթողներ Հայաստան։ Եկան իշխանության, հիմա հարց եմ տալիս, ով էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Խաչատուրովը եւ միանգամից 19 թվականին հարձակվեցին Խաչատուրովի վրա։ Այսինքն դա ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՀԱՊԿ-ի վրա։ Եթե դու հարձակվում ես Խաչատուրովի վրա որպես գլխավոր քարտուղարի,
նաև ուզում ես վարկաբեկես հապկը։ Եթե դու վարկաբեկում ես հապկը, դրանից հետո հապկը ինչ էր անելու։ Դե քարտուղարը անցնում է մի շարք այսպես բայց եթե գիտեք ինչ Ռուսաստանն այդքան միամիտ չի կամ Ռուսաստանի դիվանագետները կամ ղեկավարությունը կամ արտաքին գործերի նախարարությունը որ չտեսնի թե ինչ ա կատարում կամ ովքեր են եկել իշխանության մարդիկ եկել են իշխանության որ այս process-ները այս գործողությունները անեին հիմա դուք տեսեք այս բաներ եմ ասելու որ հետագայում կտեսնեք որ այդ ձև է եղնելու հիմա գնում է 18 թվականից եկան հակառուսական տրամադրությունները մեծացրեցին Հայաստանում աստիճանաբար դա պատահական չի իսկ 20 թվականի պատերազմը ինչի եղավ Ռուսաստանն էր մեղավոր որ 20 թվականի պատերազմը իրանց հայտարարություններով չուզախ հայտարարություններ էին անում ստեղծում են այնպիսի իրավիճակ որ պատերազմ ստեղծվեր հիմա նաև Ռուսաստանի հետ կապված էլ քանի որ ռուսական ազդեցություն կա ես ասեմ ինչ ա եղնելու հիմա աստիճանաբար գնում է նրա որպեսզի փակեն ատոմակայանը սովետական միությունը ատոմակայանը կառուցեց ոչ թե նրա համար սիրուն աչքերի համար որ չգիտեմ շատ գեղեցիկ է բլոկները դրա համար կառուցվեց ատոմակայանը մի քանի օր առաջ տկեն նախարարը հայտարարություն արեց որ նման բան չկա դե հիմա կտեսնենք կա չկա Վենսը եկավ ինչ որ մոդուլային ատոմային կայաններ են ստեղծելու սա հիմա մենք կտեսնենք ես ասել եմ փակելու են ատոմակայանը սա հաստատ արդեն որոշված բան կարող է ես սխալվեմ միգուցե սխալվեմ բայց ինձ թվում է որ գնում է դրան իսկ ատոմակայանը կառուցվել է նրա համար որպեսզի հայ ժողովրդի անվտանգությունն ապահովի Թուրքիայի հետ կապված հարձակման դեպքում զայնցեն չի կառուցվել այդտեղ նաև 102 ռազմաբազան փակվեց ատոմակայանը փակելու են ռուսական ալիքները ես դες պարզ ասեմ այդ ամենը ժամանակը ցույց կտա ես բան չունեմ ասելու բայց ռուսական հերոստալիկներ հիմա նաև ինչի է հակառուսական տրամադրություններ ստեղծում Հայաստանում որպեսզի փակեն նաև ռուսական ալիքները մեկը Ռուսաստանից մի բան է խոսում այստեղ վայնասունը կապում են հարձակվում ամբողջ այդ թափորով Ռուսաստանի վրա իսկ որ արևմտյան ինչ որ մի հատ գործիչ մի բան է ասում ոչ իրանց դա արդեն նորմալ իրանք ընդունում են Չի կարելի այսպիսի բաներ եւ ժողովուրդն էլ պետք է զգոն լինի, որ Ռուսաստանն այստեղ ոչ մի մեղք չունի, ամբողջ մեղքը այստեղ Հայաստանի իշխանությունների վրա է, նաեւ Ռուսաստանի հետ հարաբերություններ, մի օր վազում են Ռուսաստան, չգիտեմ իրար համբյուրում, բանան մյուս օրը գալիս են այստեղից տարբեր հայտարարություններ անում հակառուսական։ Սա թույլատրել է, եթե իրանց թվում է, որ այդպես կարելի է շատ երկար ինչ որ բան տարիների ընթացքում նաեւ իրանց իշխանությունը պահեն, ոչ մեկը այնտեղ ոչ երեխա է, ոչ էլ անհասկացողները շատ լավ հասկանում են ինչ է կատարում Հայաստանում, ինչ է ուզում Հայաստանի իշխանությունը եւ դրա օրինակները ես բերեցի Վրաստան, Ուկրաինա, Մոլդավիա։ Եկեղեցու վրա են հարձակվել։ Դա էլ այդ ծրագրերից մեկն է։ Հարցը գալիս է դրան։ Հա, հիմա այդ ծրագրերից մեկն է, որը հիմա կատարվում է եկեղեցու հանդեպ։ Եկեղեցու հանդեպ եւ շատ շատերը օրինակ են բերում, որ եկեղեցու հանդեպ նման գործողությունները 1920-ական թվականներին իրագործել է կոմունիստական նորից գնացինք այդ հալա հիմա ասենք թե սխալ են արել հարցը հիմա այդ սխալը պետք է կրկնվի դե մարդիկ ինչ են իրավունք չունեն հա իհարկե ունեն հիմա ասենք թե եղավ հիմա 18 թվականից այս կողմ պահեք ձեր եկեղեցին ես այնպես չի որ ինչ որ շատ այսպես վանեմ եկեղեցու նկատմամբ բայց նայելով թե Վրաստանի օրինակը, թե Ուկրաինայի, թե Մոլդավիայի, այսօր ես պաշտպանում եմ, դες պարզ ասեմ, պաշտպանում եմ թե եկեղեցուն, թե կաթողիկոսին, կարող է միգուցե մի ուրիշ ձևով նայեք, բայց սա Հայաստանի խնդիրն է արդեն։ Հասկացա։ Եվ երեք էլ մի հատ ուրիշ արտահայտություն արել, չեմ ուզում ասեմ, դա ուղղակի թողնենք իրանց խղճին կապված եկեղեցու հետ կապված։ Թողնենք հաջորդ հաղորդմանը եւ հաղորդումը այսպես ամփոփելով Ինչ ուղերձ ունեք այսօր Վանաձորի աշխատավոր ժողովրդին։ Ճիշտ ասած, չգիտեմ ինչ ուղերձով դիմեմ, համենայն դեպս իմ խորհուրդն նա կլինի, որ տեսնելով նաև կապ չունի ով այսօր իշխանության կամ ով չի իշխանության։ Իշխանության գործելավոճին նայելով, իշխանության այս տարիների աշխատանքը նայելով, նաև իրանց վիճակը նայելով ժողովրդի Ես ուզում եմ ուղղակի ասեմ, որ գնացեք ընտրություններին անպայման եւ ընտրեք այն ուժին, ում որ հավատում եք, ում ծրագրերը որ նախընտրում եք,
մեկ լսի բարեկամ, հարևան, չգիտեմ, պաշտոնյաներին, նայեք այդ ծրագրերին, նայեք մարդկանց հաղորդումները եւ դրանով եկեք այն եզրակացության, որ ուժին կարելի է ընտրել, որպեսզի հետո չկանգնենք 2026 թվականի հունիսի կամ դեկտեմբերին, ասենք, այս ինչա կատարվում մեր երկրում։ Այդ 18-21 թվականները բերեցին նրան, որ այսօր մարդիկ զարմացած հասնում են ինչա կատարվում, սրա ելքը որն է դուրս գալու։ Ելքը հունիսի 7-ի ընտրություններն։ Շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար, մեզ հյուրընկալելու համար։ Թե ինչ կլինի հետո ցույց կտար ժամանակը։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր։ Մեր հյուրն էր Հայաստանի կոմունիստական կուսակցության Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար ընկեր Անդրանիկ Ղուկասյանը։ Կհանդիպենք եթերում։